Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռք բերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցուլյանը բարձր է գնահատել ավստրիական եւ Կարմիր խաչի ընկերությունների համագործակցությունը, հատկապես կարևորել կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով 2022 թվականին մեկնարկած Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 9 հենակետ, աշխատանքներ են տարվում եւս 3 հենակետի ստեղծման ուղղությամբ։ Էդուարդ Տրամպուշը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման ուղղությամբ փրկարար ծառայության ջանքերը։ Նա նշել է, որ աղետների կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։ Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում կամավորական շարժման ինստիտուցիոնալիզացմանը։ Քննարկվել են նաև կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ։